ազգային գաղափարական հիմքով, ուշադրություն խնդրեմ, ազգային գաղափարական հիմքով ձևավորված հիմնական 3 ընդդիմադիր բլոկները կունենան այդքան քաջություն, խիզախություն եւ քաղաքական իմաստություն եւ հեռատեսություն, ինչի նշույլները ես տեսնում եմ գնան միասնական այնպիսի համակարգված քայլերով, որը հնարավորություն կտա հունիսի 7-ից հետո փոխել երկրի մայրամուտի ընթացքը։ Ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Հաճախ ասում են, որ հասարակությունը անտարբեր է քաղաքական process-ներին եւ ոչ միայն պատերազմ, հազարավոր զոհեր, կորցրած տարածքներ, բայց մարդիկ փառատոների են մասնակցում, ուրախանում են, կյանքը շարունակվում է բնական հունով։ Սա անտարբերություն է։ Սա Հայաստանում ընդհանրապես էլիտաների բացակայության վկայություն, ոչ միայն իշխանական, այլև կրթամշակութային եւ քաղաքակրթական։ Սա միայն Հայաստանին չի վերաբերվում։ Սա վերաբերում է բոլոր պոստկոնֆլիկտային հասարակություններին ժամանակակից աշխարհում։ Աշխարհը փոխվել է եւ մարդիկ, որ նոստալգիկ հիշողություններով են ապրում, որ 90-ականներին էլի մենք նման վիճակներով ենք անցել, բայց հավատում էինք հաղթանակին եւ հաղթանակը կերտվեց, բայց այդ ամեն ինչը տանելի էր, դա հիմա դարձել է միֆ։ Այն ժամանակ գոնե հաղթանակի հույս կար եւ մարդիկ ապրում էին այդ հույսով։ Հիմա իշխանությունը ինչ է մատուցում։ Օրը ցերեկով ամենայն լպիրշությամբ եւ թրքաբարո մոտեցումներով հանրային հեռուստաընկերության եթերով հայտարարում են, որ տվյալ էթնիկ տարրը, որին վերաբերվում է Դիցուք Ստեփանակերտի մայր եկեղեցի մայր տաճարը, ինքը թող զբաղվի այդ հարցով։ Նման ստորակարճ վիճակներում հնարավոր չէ ոգի տալ հանրությանը։ Իշխանությունը ի վերջո ինքն է ուղղորդում։ Այդ ինչպես էր ստացվում, որ ես երբ երկրորդ կամ երրորդ դասարանում էի, մեր դպրոցական դասագրքերում ինչ էին սովորեցնում։ Անկածին օգնել, կարիքավորին օգնել, չծաղրել որևէ մեկի աշխատանքը։ Մենք այդպես մեծացանք։ Այդ իսկ պատճառով մեր բարոյական եւ արժեքային ընկալումները կուտակվեցին եւ հարստացան ժամանակի ընթացքում։ Հիմա ինչ ենք սովորեցնում։ Հիմա իշխանությունը ինչ է սովորեցնում։ Երբ ունես մի իշխանություն, որը իլուր աշխարհը ասում է լավ եմ արել Արցախը տվել եմ, գլուխներդ պատով եք տվել ու 5000 հանուն ոչնչի զոհվեցին։ Լավ եմ անում հայոց պատմության միջից հանում եմ SSS հարցերը։ Օրը ցերեկով եկեղեցուն եմ քարկոծում։ Սա եմ անում, դա եմ անում։ Ինչ եք ուզում։ Ուզում եք ժողովուրդը որևէ ռեակցիա տա,